Բարևներս իմ հայրենակիցներին, բարևներս Արարատի մարզի, Մասիս քաղաքի, Մասիս համայնքի սիրելի բնակիչներին։ Դուք հուսամ զգում եք իմ անկեղծ սերը դեպի ձեզ, սիրելի մասիսցիներ։ Անասելի ուրախ եմ, որ 2 տարի շարունակ միասին բացահայտում ենք Մասիս համայնքի բնակավայրերը, բարձրաձայնում ենք խնդիրների մասին, իսկ Մասիսի համայնքապետարանը փորձում է բոլոր խնդիրներին համարժեք լուծում տրամադրել։ Դեկտեմբերի 23-ը ինձ համար կարևոր օր է։ Այսօր միասին վառելու ենք Մասիս քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։ Բարև ձեզ տղաներ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Մասիս քաղաքից եք։ Ռանչպար գյուղից ենք, բայց եկել ենք Մասիս պարապմունքի մենք։ Դու Ռանչպարից ես, դու։ Իրիկներ Ռանչպարից ենք։ Հա, բայց դու կարող ես Արցախից ես։ Հա, Արցախից հա։ Ահա, որովհետև ես քո խոսելուց արդեն հասկացա, որ դու բարբառուն ես։ Հա։ Արցախի ո՞ր շրջանից ես։ Հադրութից։ Հադրութից ես։ Ուրախ եմ շատ։ Ողջուն ենք հադրութցիներին։ Այո։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Հուսանք լավ են։ Հա։ Ահա, երեխաներ, այսօր Մասիսում տոնակատարություն է լինելու։ Դուք մասնակցելու եք։ Այո։ Այո։ Հիմա գնում եք պարապմունքի։ Այո։ Հիմա երեխեք մի կատարում նվիրեք մասիսցիներին։ Անունդ ինչ է։ Վահե։ Վահեն ես դու։ Արմեն։ Արմենը, իմ անունը գիտեք։ Հա, Հերմին է։ Հերմին է։ Ինչ Արմին է։ հա, Ոչ։ Ոչ Հերմին է, ոչ էլ Արմին է։ Արևիկ։ Ապրեք։ Ճիշտ է, երրորդ տարբերակներ։ Ասեք տեսնեմ ո՞նց եք։ Լավ։ Շատ լավ։ Երեխեք, այսօր ինչ տոն է Մասիս քաղաքում լինելու։ Լույսերը վառվելու են։ Տոնածառի Տոնածառի լույսերը վառվելու են։ Այո։ Սիրով եք սպասել այսօրվա։ Այո։ Իսկ տեղյակ եք, որ համերգ է լինելու Այո։ նաև։ Շքեղ հրավառություն։ Հեռախոսը պատրաստել եմ, որ նկարանեմ եւ տեղադրեմ իմ TikTok-յան էջում։ Դու ես Արցախից։ Այո։ Ահա։ Հիմա ինձ կասես մասիսցիները ձեզ ով է զանգում։ Մաման է։ Ոչ։ Բա։ Ընկերներից, հա, սա ընկեր ջան, զբաղված մարդ եմ։ Չես տեսնում հարցազրույց եմ անցկացնում։ Չէ՞։ Պարապ չեմ։ Այո։ Լավ, շարունակ։ Ոյ, շատ է զանգում, տուր ես խոսամ, հա։ Տուր ես խոսամ։ Ալո։ Հələ դիր բարձրախոսի վրա։ Ջան։ Ալո։ Ջան։ Բան չէ, ուր ես։ Ջոմ ջան, մենք զբաղված ենք, արի հրապարակ։ Արի հրապարակ են բանի մոտ, պուլպուլակի մոտ, մենք ընդ նստած ենք։ Հա, Լավ։ լավ։ Ահա, շարունակում ենք։ Ասում ես մասիսցիները ձեզ ինչպես են ընդունել։ Շատ լավ։ Այստեղ ես դպրոց գնում։ Այո։ Մասիս քաղաքում հենց։ Երեխեք, ինձ հետաքրքիր է 2026 թվականը ինչպես եք պատրաստվում դիմավորել։ Շատ լավ, որովհետև 2026-ին մենք 1 տարի սպասել ենք։ Ահա, ինչ եք կարծում, լավ տարի է լինելու Այո։ հայ ազգի համար, Այո։ Մասիս քաղաքի համար, հա? Օրինակ ինչ կցանկանաք, որ ձեր կյանքում փոխվի։ Ես կուզենամ, որ իմ կյանքում փոխվի, լավ մարդ դառնալը ու սրտաբաց։ Այսինքն դու հիմա սրտաբաց չես։ Սրտաբաց եմ։ Ահա, ուզում ես էլ ավելի սրտաբաց լինես։ Այն որ սիրտդ հանես 10 անգամ ընկերներիդ։ Հասկացա, բա դու։ Ես սպասել եմ մի տարի, որ 4 դասարան լինեմ։ Սպասել եմ դպրոցում, որ 4 դասարան լինեմ։ Ինչու։ Որտեվ շատ է ուզում, որ 4 դասարան լինեի։ Հենց 4-րդ։ Վա։ Ինչու հենց 4-րդ։ Որտե՞ղ 4-րդ։ Շատ եմ ուզում լինեմ 12-րդ դասարանում։ Չէ, մեր մոտ 9-րդ դասարանն է։ Հա։ Ողջույններս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ,
Շատ սիրուն է քո մազերը։ Մերսի շատ։ Ահա, իսկ ի՞նչ է քո անունը։ Իզաբելա։ Օ, Իզաբելլա, որտեղից ես դու։ Նորաբացից եմ։ Նորաբաց բնակավայրից։ Այո։ Որը պատկանում է Մասիս համայնքին։ Ահա, Իզաբելլա, ինչի համար եք բա այս ժամին եկել Մասիս։ Եկել ենք, որ մասնակցենք լույսերի վառման արարողությանը, Մասիսի տոնածառի համերգին։ Համել եկել եմ ներկայացնեմ մեր գյուղը։ Իզաբելլա, իսկ տեղյակ ես համերգի ժամանակ ովքեր են ելույթ ունենալու։ Գիտեմ, որ բենդ է ելույթ ունենալու, բայց մանրամասն չգիտեմ։ Սոֆի Մխեյանն ա լինելու, Ռուբեն Սասունցին ա լինելու, Մասիս համայնքի տաղանդավորներն են երգելու, պարելու, մի խոսքով, ուրախ օր ա մեզ սպասում այսօր։ Դու սիրում ես Մասիսը։ Այո, Իսկ նորաբաց է։ շատ։ Ահա, դե արի շատ սրտիկներ ուղարկենք նորաբացիներին, մասիսցիներին եւ մաղթենք ամենալավը, ամենադրականը։ Սիրելիներս, Մասիսը նորից շնչում է տոնական ջերմությամբ։ Լույսերով զարդարված փողոցները, մարդկանց ժպիտն ու երեխաների աչքերի փայլը ինձ հուշում են, որ նոր տարին միայն օրացույցի փոփոխություն չէ, այլ նաև նոր հույսերի, նոր երազանքների եւ նոր կյանքի սկիզբ։ Բարով ես գալիս 2026 թվական։ Մենք քեզ սպասում ենք։ Ողջույն։ Ողջույն։ Ողջույն, Ո՞նց ես։ լավ եմ, Գործերդ ո՞նց են։ լավ, Այսօր ինչի համար ես եկել քաղաքի կենտրոն։ խաղանեմ, Խաղան ես։ Իսկ ուրիշ։ վեշմպել, Սիրելիներս, այսօր ես փորձելու եմ ձեզ փոխանցել Մասիս քաղաքի նախատոնական շունչը, մասիսցիների միասնությունը, ջերմությունը եւ այն հավատը, որ միասին 2026 թվականը կարող ենք ել ավելի լուսավոր դարձնել։ Ուզում եմ, որ այս նոր տարին մեր տները լցնի խաղաղությամբ, սրտերը ջերմությամբ, իսկ Մասիս քաղաքում հաջողություններն ու ձեռքբերումները անպակաս լինեն։ Մինչև մեր տոնակատարությանը անցնելը ուզում եմ գլուխ խոնարհել այն հերոսների առջև, ովքեր վաղվա օրվա համար զոհեցին իրենց կյանքը, ովքեր պաշտպանեցին մեզ իրենց արյան գնով։ Շնորհակալ ենք բոլորիցդ, երախտապարտ ենք բոլորիդ։ Եվ այո, այդ ամենի համար մենք միշտ եւ միշտ պետք է հիշենք մեր անմեղ զոհերին եւ այն տղաներին, ովքեր կռվեցին, բայց վերադարձան իրենց տները։ Բոլորդ մերօրյա հերոսներն եք, սիրելի տղաներ։ Իհարկե ուզում եմ շնորհակալություն հայտնել Մասիսի համայնքապետարանից, նրանք միշտ պատրաստական կանգնած են համայնքի բնակչի, բնակավայրերի կողքին, ցանկացած խնդրի լուծում են տալիս։ Ուզում եմ, որ 2026 թվականին խնդիրները քիչ լինեն, իսկ բարենորոգման աշխատանքները լի ու լի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր անունը ի՞նչ է։ Մեր անունը Վանյա է, Վանյա։ Որտեղից եք, Մասիսից եք։ Մասիսի Դաշտավան գյուղից։ Օ։ Դու ի դա։ Ուզում եմ իմանալ, կյանքը ո՞նց է անցնում Դաշտավանում, Մասիսում։ Շատ նորմալ է։ Եվ ուզում եմ իմանալ, ինչ կմաղթեք մասիսցիներին, մեր հայ ազգին, դաշտավանցիներին։ Դաշտավանցիների մեր Մասիս համայնքի, Մասիս քաղաքի բոլորին կցանկանամ առողջություն, խաղաղություն, մեկ մարդու էլ որ խելք չունի, Աստված իրաց բոլորին է խելք տա։ Բարև Վիկտորիա։ Բարև ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, եկել ենք այսօր մասիսցիների հետ ուրախ օր ունենանք։ Ես նույնպես միացել եմ մասիսցիներին, տոնածառի բացման ներկա եմ լինելու ու իսկում ամբողջ համերգի ընթացքին։ Այո, տեղյակ ես, ովքեր են այսօր ելույթ ունենալու։ Սոֆի Մխեյանը, իմ պրոջեկտը, մնաց տեղյակ չեմ, Ռուբեն Սասունցին։ Մի խոսքով լավ օր է սպասվում, վերջում էլ հրավառություն է լինելու, արդեն փորձ են անում մարդիկ, շատ լավ է։ Արդեն սկսվել են։ Այո, այո։ Պապի ջան, բարև ձեզ։ Բարև աղջիկս։ Ինչպե՞ս եք։
Լավ եմ ես, ցավոտ անեմ, հա։ Մասիսցի եք դուք։ Հա, չէ, вообще Բաքվից եմ ես։ Նո փախստականը Մասիսում եմ ապրում։ Ինչքան ժամանակ կլինի այստեղ եք ապրում։ О, շատ է уже, այն վատ վախտվել Բաքվից խրիկտվեց։ Ձեր անունը ինչ է։ Յուրա։ Ահա։ Պարոն Յուրա, քանի տարեկան եք։ Ես 88։ 88։ Հա։ Ընդհանրապես չի երևում, որ 88 տարեկան եք։ Հա։ Այսօր միջոցառմանը մասնակցելու եք, պատրաստվում են։ Հա, պատրաստվում են, ամենից սարքում են։ Հաշված օրեր անց դիմավորելու են 2026 թվականը։ Ուրախ եք այդ առիթով։ Այո։ Մեկ տարի մեծանալու եք։ Ոչինչ։ Իսկ նոր տարին իր հետ ինչեր է բերելու։ Հրաշքներ։ Ուրախություն։ Առատություն։ Լիություն։ Ինչ նվերներ եք ստանալու։ Ինչ եք կարծում։ Ինչ ես ուզում, որ քեզ նվիրեն։ Նամակ չեն գրել։ Չէ, ինչ նվեր կցանկանայիր ստանալ։ Ցանկանայի ականջակալ։ Անլարականջական։ Ահա։ Դու։ Ես եմ։ Էլի ականջական։ Ինչ նվեր կցանկանայիր ստանալ։ Մայրիկից, հայրիկից։ Ինչ։ Էլի անլարականջական, ոչ մեկը չունեք անլարականջական։ Ես էլ երեք եմ ստացել։ Հա, կարևոր դու ստացել ես։ Արի տեսեմ դու ինչ ես ստանալու, ինչ նվեր ես ստանալու։ Անլարականջական։ Օ, դու ես։ Հա, բայց չեմ ուզում ես։ Բա, Չեմ ուզում։ բա ինչ նվեր ես ուզում ստանաս։ Չգիտեմ։ Նոր տարվա նվեր։ Հեծանիվ ունես։ Հա։ Հեռախոս ունես։ Հա։ Բնակարան ունես։ Հա։ Ավտոմեքենա։ Չէ։ Ահա, կանուն ինչա։ Արմեն։ Արմեն։ Ուրեմն Արմենի մայրիկ եւ հայրիկ նրան ավտոմեքենա կնվիրեք։ Իսկական ոչ թե խաղալիք։ Չէ, թող նվիրեն։ Ինչ մեքենա ես ուզում։ Լավը չեմ ուզում։ Ճիշտ է iPhone 15։ Չեմ ուզում։ Դե լավ, հետո չասես Արևիկը, եկավ իմ երազանքը մնաց կիսատ։ Դու ուզում ես ավտոմեքենա արի։ Կանուն ինչա։ Նարեկ։ Նարեկ, Մասիսից ես։ Նարեկի մայրիկ եւ հայրիկ։ Խնդրում ենք նրան նվիրեք ավտոմեքենա, որ մեծանա դառնա չափահաս, գնա ավտոդպրոցում սովորի, ավտոմեքենա վարել ու վարի։ Բայց ինչ մեքենա։ BMW X6։ BMW X6։ Կհավատաս հրաշքներին եւ նրանք անպայման կկատարվեն։ Ո՞նց ես Արմինե։ Լավ դու ոնց ես։ Լավ եմ, հիշում ես անցած տարի, էլի այսպիսի օրով, այսպիսի գեղեցիկ օրով քեզ նկարեցինք։ Այո, Ու դու դարձար։ այդնի։ Այո, մեկ տարվա մեջ բոլորը քեզ հասցրեցին սիրել, մեծ ճանաչում ունեցար։ Այո, Դա լավ է թե վատ է։ լավ է։ Հետո Հետո որսաղ նկարում են, երկսը երկում։ Հա, քեզ տեսնելիս ինչ են ասում մարդիկ։ Բայերա։ Ասում են վայ արա, ասող աղջիկն է։ Հա, Բայց ասա որ մեծամասնությունը անունը արդեն գիտե։ Արմինե բացուրդ չի։ չէ, թեթև։ Այսօր ինչի համար ես եկել Մասիս։ Եկել եմ համերգի։ Էլի համերգի։ Հա, Ում համերգն է լինելու։ չգիտեմ։ Գիտես որ Մասիսում համերգ կա, եկել ես համերգ նայես։ Հա, Բա չես հետաքրքրվել թե ովքեր են երկելու։ Չէ։ չէ։ Երկել գիտես։ Այո, Ում երկը կերկես։ կարո բլոգեր։ Ի երկերը։ Որը կերկես, արի այս տարի փոփոխություն անենք։ Մորանամ, ինձ ասա ուր գանամ, հետքերով գանամ, մեզանից հեռանամ, չես տասում մորանալ, ուշերից հեռանալ, թե սիրու ձել չկա, ինձ ասա ինչ ես ա։ Ահա, 2026 թվականի թրենդը պատրաստ է։ Արմինե, Այո, ուզում ես ում նոր տարին առանձնահատուկ կերպով շնորհավորես։ ուզում եմ էլի մեր ղեկավար Դավիթ Համբարձումյանի նոր տարին շնորհավորում ու բանը շուտ ազատ ինքը։ Այսօր լավ օր է։ Շատ։ Ինչու։
որտեղ Մասիսը լուսերն է վառում։ Ինչ լույսեր։ Տոնածառի։ Այո, հեսա վառելու եք սիրուն տոնածառի լույսերը։ Իսկ նոր տարվա սեղանին որ ուտելիքն ես ամենաշատը սիրում։ Խոզի բուդը։ Ունենալու եք այս տարի խոզի բուտ։ Հա, իշլավ է։ Ձեր տունը որտեղ է գտնվում։ Երկու շենքերը։ Հյուրեր կընդունեք։ Հա, Աշոտին վերցնելու եմ գամ նոր տարին միասին նշենք։ հա, եկեք։ Տոնածառ արդեն ունեք։ Հա, պատալոկի բոյնը։ Օ, բայց մեր պապիկը գալու է ձեր տուն գիշերը։ Հա, Քեզ համար ինչ է բերելու։ դհոլ։ Եկեք բոլորովս մասիսիներին ուրախ տրամադրություն մաղթենք այսօր։ Մի լավ ուրախանան, հա? Ու Մասիս քաղաքը շատ սիրեն, որովհետև մեր հայրենիքը շատ սիրո կարիք ունի։ Անընդհատ պետք է սիրենք, որովհետև մերն է, մեր սրբությունն է, չէ՞։ Շատ մարդ է, որ հայ են, բայց մարդը չեսին։ Այո, դրա համար ուզում եմ, որ մենք սիրենք, օրինակ ծառայենք։ Իսկ հայրենիքը սիրում են բնակավայրերը մաքուր պահելով։ Եկեք խրախուսենք, որ գոնե 2026-ին մի քիչ մաքրասեր դառնա մեր հայ ազգը, լավ։ Հերիքա ինչքան փնթի եղանք, հերիքա ինչքան աղտոտեցինք մեր սիրուն քաղաքներն ու բնակավայրերը։ Աղբամանները շարած են, աղբը, նետեք այդտեղ։ Մինչ մենք զրուցում էինք տղաների հետ, այո, տեսեք ինչքան գեղեցիկ է փայլում Մասիս քաղաքի գլխավոր տոնածառը։ Չէին վառել, Աշոտեսի կատակ էր։ Երեխեք այնքան ցուրտ է, ես այսպես հաստ հագնված, դուք այսպես բարակ չեք մրսում։ Ոչ։ Լի եք ջերմությամբ, հա։ Պատրաստվում եք, որ բար չցադրեք, բարելու եք։ Այո, որտեղից եք եկել։ Սիփանիկից։ Սիփանիկի պարուհիներն եք։ Այո։ Երեխեք գյուղում փաստորեն բարի խմբակ կա։ Այո։ Երբ են բացել։ Երևի արդեն մի 3 ամիս է։ Ահա, 3 ամիս բարել եք սովորում։ Այո։ Սիփանիկում փաստորեն առաջընթաց կա։ Այո։ Գիտեք չէ, որ Մասիս համայնքի ամենափոքր բնակավայրն է ձեր գյուղը։ Այո, ես սիրում եմ սիփանիկցիներին, եկեք բարևենք նրանց բոլորին։ Պարոն Ռուբենյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսի տրամադրություն ունեք այսօր։ Շատ բարձր, շատ լավ, շատ ուրախ տրամադրությամբ ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհավորում ենք մեր բոլոր Մասիս համայնքի բնակիչներին, ջրավիցիներին առավել եւս բոլոր մասիսցիներին մաղթում ենք միասնականություն, հաստատակամություն իրենց արարման ստեղծման մեջ։ Շնորհավոր, ամանոր եւ սուրբ ծնունդ։ Ձմեռ պապ, բարև։ Բարև իմ թորնոյի։ Ջուն չկա, ինչպես է եկել Մասիս։ Դե սահնակներս հերվում եմ թողնել ճիշտ ասած։ Այնտեղից բարի մարդիկ բերել հասցրել այնտեղ, գիտեն որ թորնիկներին պետք է ուրախացնեն, բերեցին մեքենայով տեղ հասցրեցին։ Ձեր թորնիկները շատ նամակներ են գրել։ Բոլորը կարդացել եք։ Գիտեմ, պապիկը կարդում է, որն է չի հասցնում, Ջունանուշիկն է կարդում, կողից օգնում են իր elfուկները։ Բոլորը բայց կհասնի կկարդա պապիկը եւ կբերի ամանորյա նվերները, բայց պետքա բոլոր թորնիկները խելոք մնան, պապիկը խոստանան, որ չարություն չեն անելու երբեք, լավ են սովորելու, միշտ իրենց լավ են դրսևորելու, որպեսզի պապիկը տեսնի ուրախանա եւ բերի իրենց ամանորյա նվերները։ Եկան ձեր թորնիկները։ Այո, Օրինակ եկեք, դուք փոքրիկներ ձեզ խելոք եք պահել այս տարի։ Ձմեռ պապիկից ինչ եք ուզել, որ ձեզ համար բերի։ Ես ուզում եմ պիլասոս մեկեր հարթուկ։ Պիլասոս ու հարթուկ ա ուզել։ Այո, փոշեկուր եւ հարթուկ։ Պապիկը հետևում են նրա, շատ խելացի երեխաներ են։ iPhone 17 Pro Max է ուզել ձմեռ պապ։ Ո զմեր պապիկը գիրք է բերելու, միայն գիրք։ Այո, ձմեռ պապիկից բոլորդ միայն գրքեր ուզեք։ Այո, Իսկ իհարկե։ մարդին չի տերա, չէ՞։ Ինչպես։ Այդքան iPhone-ներ առնի։ Դե բացի դա, պետք է խելացի լինեն, էլի բալիկները։ Այո։ Քանի որ հեռախոսները շատ է ազդում երեխաների վրա, չի կարելի։ Լսեք ձմեռ պապիկին եւ շատ գրքեր կարդացեք։ Այո, բոլորին գրքեր կտանեք ձմեռ Այո, պապ։ անպայման։
Բարև ձեզ, պարոն Բարև Հակոբյան։ ձեզ։ Ուզում եմ շնորհավորել ձեզ։ Շնորհակալ եմ, բայց ինչի համար։ Դուք այժմ հանդիսանում եք Մասիս համայնքի ղեկավարը։ Ախ, դուք չեք շնորհավորել ինձ, շնորհակալ եմ շատ շնորհավորանքի համար, այո, ես հանդիսանում եմ Մասիս համայնքի նոր ղեկավարը։ Այո, եւ կցանկանամ լսել ձեր բարեմաղթանքը ուղղված Մասիս քաղաքի եւ Մասիս համայնքի 26 բնակավայրերին ուղղված։ Ես շնորհավորական խոսք ունեմ բեմից հնչեցնելու, բայց Մասիս համայնքին ցանկանում եմ ել ավելի արագ տեմպերով զարգացում, ավելի համարձակ քայլերով առաջ գնալու կամք եւ այս երկրին մեր Հայաստանի Հանրապետությանը թող լինի արժանապատիվ խաղաղության տարի, որպեսզի կարողանանք մեր պլանավորած աշխատանքներն իրականացնենք Մասիս համայնքում եւ վստահեցնում եմ ձեզ, որ 2026 թվականը լինելու է Մասիս համայնքի համար շինարարության բուրըն տեմպի տարի եւ մանկապարտեզներ, ասֆալտապատում, լուսավորություն, ոռոգում, խմելու ջուր, բոլոր ոլորտներով ունենք պլանավորած մեծ աշխատանքներ։ Հետևաբար Աստծով գնանք առաջ, հասնենք 2026 թվական եւ 2026 թվականի սկզբից կտեսնենք Մասիս համայնքը ինչ աշխատանքների մեջ է մտնում։ Շնորհավորում եմ բոլորիս, գալիք ամանոր եւ Սուրբ Ծնունդը։ Եվ այսպես, դրական ու բացասական իրադարձություններով հաջողություն ենք մաղթում 2025 թվականին։ 2026-ից ակնկալում ենք, որ հաղթի բարին։ Մարդիկ լինեն առողջ, սահմանին տիրի խաղաղություն։ Արցախ աշխարհը ետ բերենք։ Հույսով եւ հավատով սպասում ենք քեզ 2026 թվական։ Շնորհակալ եմ ձեզնից մասիսցիներ, որ ձեր ներկայությամբ զարդարում եք մեր սիրուն քաղաքը։ Ուզում եմ, որ բոլորս մեր հայրենիքի համար լինենք արժանապատիվ հայ։ Բարի գալուստ նոր տարի, շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Աստված բոլորիս պահապան։ Սիրելի բարեկամներ ու հարազատներ, ճիշտ ժամանակն է անցնելու թերևս ամենակարևորին ու մոտենում է այսօրվա միջոցառման ամենակարևոր հատվածը։ Մեզ նոր ասացին, որ այս պահին մեր շարքերում են Մասիս համայնքի վարչական տարածքների ներկայացուցիչ երեխաները բերելով իրենց բնակավայրերի տոնածառներից վերցրած լույսեր ամփոփված իրենց անսպար սիրով առաստված հայրենիք եւ Մասիս համայնք։ Եվ այսպես բեմահարթակին հրավիրում Մասիս համայնքի բնակավայրերը ներկայացնող երեխաներին իրենց հետ բերելով խորհրդանշական ջահերը, որոնք իրար միացնելով միայն կվարվի Մասիս համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Եկեք ծափահարենք, բարձր ծափահարություններով դիմավորենք։ Ու այս պահին էլ բարեկամներ, որպեսզի հրաշքն ու հեքիաթը իրական դառնա, եկեք նշենք համայնքի բոլոր ներկայացուցիչներին ու դիմավորենք նրանց բեմահարթակում։ Ազատաշեն, Այնթափ, Արբաթ, Արտավանդ, Արևաբույր, Գեղամիստ, Գետափնյա, Դարակերտ, Դարբնիկ, Դաշտավանդ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարվերդ, Նոր Գյուրին, Նորաբաց, Նորամար, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթնովա, Սիփանիկ, Սիս եւ վերջապես Մասիս։ Սիրելի ներկաներ, այս պահին ողջույնի եւ ամանորյա շնորհավորանքի համար բեմահարթակ ենք հրավիրում Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանին։ Եկեք ծափողջույններով դիմավորենք պարոն Հակոբյանին բեմահարթակում։ Բարի երեկո պարոն Հակոբյան, շնորհակալություն։ Բարի երեկո։ Ձեր ջերմ ու հրաշալի քաղաքում մեզ բոլորիս հյուրընկալելու համար ու այս տոնը բոլորին նվիրելու համար։ Համեցեք։ Մասիս խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, Արցախից ժամանակավոր բռնի տեղահանված սիրելի հայրենակիցներ, հյուրեր։ Ահա ավարտվում է եւս մեկ տարի։ Իր փորձություններով, ձեռքբերումներով եւ դասերով։
Եվ այսօր կանգնած լինելով նոր տարվա շեմին, լի ենք նոր հույսերով եւ հավատով։ Ամանորը մեզ հիշեցնում է այն հիմնական արժեքները, որոնց հիման վրա կառուցվում է ինչպես ընտանիքը, այնպես էլ առողջ եւ կայուն համայնքը։ Այն է սերը, վստահությունը եւ միասնությունը։ Սերը մեր ընտանիքների, մեր համայնքի, մեր պետականության եւ ժողովրդի նկատմամբ, վստահությունը միմյանց եւ համատեղ աշխատանքի հանդեպ եւ միասնությունը որպես միասնական ուժի եւ դիմակայության գլխավոր գրավական։ Մասիս համայնքի սիրելի բնակիչներ, թող սերը, վստահությունը եւ միասնությունը լինեն մեր ամենօրյա ուղեկիցները եւ հավատացեք, միայն այս արժեքներով կարող ենք առաջ շարժվել, հաղթարել դժվարությունները եւ ստեղծել ավելի հզոր եւ օրորի զարգացող համայնք։ Մասիսը եղել եւ մնում է այն վայրը, այն բնակավայրը, որտեղ համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը ձևավորվում է ընդհանուր գաղափարի շուրջ, որպես միավորված հասարակություն։ Եվ այս Արմենիայի արմատական հիմքը դրել է մեր բոլորի սիրելի Դավիթ Համբարձումյանի կողմից։ Եկեք ավելի բուռն ծափահարություններով մեր ողջունն ու ջերմությունը փոխանցենք ապօրինաբար ազատությունից զրկված մեր ընկերոջը, մեր բարի կամեցողին, Դավիթ Համբարձումյանին։ Վստահ եմ մեր ծափերն ու մեր ձայնը հասավ նրան, մեր ընկերոջը։ Սիրելի մասիսցիներ, թող 2026 թվականը յուրաքանչյուր ընտանիքի համար լինի արժանապատիվ խաղաղության, առողջության եւ կայունության տարի։ Իսկ մեր համայնքի համար զարգացման, ձեռքբերումների, ավելի վստահ քայլերի եւ հաղթանակների ժամանակաշրջան, որի պատասխանատուն իմ գլխավորած աշխատանքային թիմն է եւ ես դա խոստանում եմ ձեզ։ Ի սրտե շնորհավոր բոլորիս գալիք նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Հավերժ փառք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար ընկած մեր քաջերին, Աստված պահապան Մասիս համայնքին, Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ։ Մասիս խոշորացված համայնքի սիրելի ներկաներ։ Երկու կարևոր նորությունով եմ ուզում ձեզ հետ կիսվել։ Այսօր Մասիս համայնքի ավականին երկու կարևոր որոշում է կայացրել։ Առաջինը ես կսկսեմ նախաբանից։ 2025 թվականի մայիս ամիսն էր։ Ես զբաղեցնում էի համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնը։ Համբարձումյան Դավիթի մոտ աշխատանքային խորհրդակցություն էր եւ ինձ ուղիղ հանձնարարեց իմ ղեկավարը, որ այնպես անել, որ 2026 թվականից Մասիս խոշորացված համայնքի բոլոր մանկապարտեզներում մեր երեխաները հաճախեն անվճար։ Այսօր ես պատվով կանգնած եմ այստեղ եւ ասում եմ. ընկեր, կատարված է հանձնարարականը եւ 2026 թվականի հունվարի 1-ից Մասիս համայնքի յուրաքանչյուր երեխա հաճախելու է անվճար։ Սա թող լինի նվերը Դավիթ Համբարձումյանի կողմից մեր փոքրիկներին որպես ամանորյա նվեր։ Հաջորդ կարևորագույն որոշումը, որ կայացվել է, ձեզանից շատերն են ինձ մոտեցել եւ ասել, բա ինչ ենք անելու։ Բա խիստ սենց եղավ Դավիթ Համբարձումյանի հետ։ Այսօր Մասիս համայնքի ավականին հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դավիթ Համբարձումյանը ղեկավարելով 2016-ից 21 թվականները Մասիս քաղաքը, այնուհետև 21 թվականից ամբողջ խոշորացված համայնքը նոր շունչ է հաղորդել եւ դա կարող ենք մեր ծափերով մենք ապացուցել, որ Մասիսը նոր շունչ է առել։
Եվ հաշվի առնելով նրա ազգանվեր հայրենասիրական գործը, նրան նվիրում է Մասիս համայնքին, նրան նվիրում է յուրաքանչյուր Մասիսուն, Մասիս համայնքի հավաքանին որոշում է կայացրել։ Դավիթ Մեհերի Համբարձումյանին շնորհել Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Շնորհակալ եմ անչափ։ Եվ այդ որոշումը եւ մեդալը հանձնելու համար հաշվի առնելով, որ Դավիթ Համբարձումյանը գտնվում է ապօրինաբար անազատության մեջ, կհանձնեմ նրա տիկնոջը Քրիստինե Հակոբյանին, ում խնդրում եմ հրավիրում եմ բեմ։ Դավիթ Համբարձումյանին այս բարձր և պատվավոր կոչման համար։ Դե ինչ պարոն Հակոբյան, իսկ հիմա բոլորը սպասում ենք Մասիս համայնքի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Ես, որպես Մասիս համայնքի ղեկավար, պատրաստ եմ Դավիթ Մեհերի Համբարձումյանի կրտսեր որդու Հարություն Համբարձումյանի հետ, ով այս պահին գտնվում է բեմում, միասին վառենք Մասիս համայնքի գլխավոր տոնածառի լույսերը։ Եվ այս պահին էլ թույլ տվեք իհարկե, որպեսզի փոքրիկ Հարությունի հետ միասին մենք իրականություն դարձնենք այն կարևոր արարողությունն ու նպատակ, ինչի համար մենք այսօր այստեղ ենք, բայց մինչ այդ պարոն Հակոբյան մենք պետք է բացատրենք, որովհետև ամեն ինչ Մասիսում հասկանալի պիտի լինի, հա, ինչի ենք մենք հետ հաշվարկ անում 10-ից, ինչ խորհուրդներ ունեն այդ 10 թվերը, եւ այսպես ուշադրություն, հարգելի Մասիսցիներ։ Հարգաժան պարոն Հակոբյան, սիրելի Մասիսցիներ եւ իհարկե սիրելի փոքրիկ Հարություն, 10 թիվը խորհրդանշում է, որ Մասիսը միշտ լինի միասնական։ 9 թիվը, որ սերը մշտապես բնակվի յուրաքանչյուրիդ տանը։ 8-ը խորհրդանշում է, որ մեր հավատը, որը մեզ ուժ է տալիս, անկոտրում է։ 7-ը բոլորիս ընտանիքների ու սիրո ջերմության խորհրդանիշն է։ 6-ը թող բարությունը դառնա սովորություն։ 5-ը թող երեխաների ծիծաղը չլռի եւ երկինքը խաղաղ լինի։ 4-ը խորհրդանշում է այն, որ խաղաղություն լինի մեր համայնքի, մեր քաղաքի ու մեր երկրի համար։ 3-ը թող երազանքները իրական դառնան։ 2-ը թող լույսը հաղթի ամեն մթությունը ու խավարին։ Եվ 1-ը թող խորհրդանշի միասնական բռունցքը։ Դե ինչ Մասիսցիներ, պատրաստ եք։ 10 9 Լույսեր սիրում, նրսում զմեր, ներսում գարում, նորից անհող, խինուսիցակ, նորից երկեր, մենքեր, ուրակ, պայծառուվար, լույսեր սիրում, նրսում զմեր, ներսում գարում, նորից անհող, խինուսիցակ, նորից երկեր, մենքեր, ուրակ, Eski şemer tunari, donatsa da sartari, eski şemer tunari.
Ես մեկ անգամ շնորհավոր Մասիս։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սոֆի Մախեյան։ Բարի երեկո։ Մասիս ինչպես եք։ Այնքան ուրախ եմ, որ այսօր ձեզ մոտ եմ։ Գնացինք, արևոտ մի օր հանդիպեցինք ու բացեցինք մեր սիրո նոր գրվող էջը, որը անվերջը մեր ճանապարհները խաչեցին ու նետեցին մեր սիրո օվկիանոսի մեջ, որը չունի վերջ, արտասովոր ամեն նոր օր, երբ քո կողքին եմ լինում, առանց քեզ է սիրտը իմ չի դիմանում, ինչ անել չգիտի ու չի իմանում, եւ անսովոր է, եւ շուրջ բոլորը իմ շփիթը չեն հասկանում, սերը քո դեպի երկինք է ինձ տանում, քո կողքին ավելի լավն է դառնում, արևին է քո, տունից է քո